կա։ Փորձենք հասկանալ եւ այդ նպատակով ես մի հարգարժան հյուր եմ հրավիրել տեսակապով մեր տաղավար, ում սիրով ուզում եմ ներկայացնել։ Մեր այսօրվա հյուրն է միջազգային անվտանգության հարցերով փորձագետ, Ուկրաինայի ներքին գործերի նախարարի տեղակալ 2014-ից 16 թվականներին, քաղաքագիտության դոկտոր Տիգրան Ավագյանը։ Բարև ձեզ, պարոն Ավագյան, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Բարև ձեզ, պարոն Մեղրաբյան, շնորհակալություն։ Պարոն Ավագյան, դուք ուշի ուշով հետևում եք նաև ձեր Տիգրան Ավագյան լայվ ալիքով YouTube-յան լուսաբանում եք բազմաթիվ հարցեր, ակտուալ հարցեր, մասնավոր, ընդհանուր հարցեր կապված այս ուրեմն պրոբլեմների հետ եւ ուշի հետևում եք այս իրադարձություններին, ձեր գնահատականը։ Շնորհակալություն։ Ուրեմն Թուրքիայի արտգործնախարարը այցելել է Վաշինգտոն, հանդիպումներ է ունեցել։ Մենք պիտի հասկանանք, որ հիմնական իմաստը ինչի մասին արձագանքվել է տարբեր վերլուծական կենտրոնների կողմից, օգնություն խնդրել է հաշվի առնելով Թուրքիայում ծանր իրավիճակը։ Տնտեսական տնտեսական եւ քաղաքական։ Մենք պիտի հասկանանք, որ Թուրքիայի կենտրոնական բանկի հնարավորությունները շատ սահմանափակ են իրավիճակը պահելու համար եւ թուրքական դրամը ինչ-որ մագարտակի վրա պահելու համար։ Իրանք շատ կարճ ժամանակ ունեն եւ եթե չստանան արտաքին օգնություն, մենք պիտի հասկանանք, որ իրավիճակը սրվելու է տնտեսական, ինչ բերելու է սոցիալական իրավիճակի սրմանը Թուրքիայում, ինչ անմիջապես կազդի Թուրքիայի կայունության վրա եւ յուրաքանչյուր իշխանության վրա, որը լինելու է այդ վաղ Թուրքիայում, երբ դա կկատարվի։ Հիմա Էրդողանի իշխանությունը, տենց ասեմ։ Նույն ժամանակ մենք պիտի հասկանանք, որ Եվրոմիությունը փակել է իր շուկան Թուրքիայի տնտեսության համար, եվրոպական շուկան փակել։ Մեծ Բրիտանիայի շուկան բավական չի, որ լրացնի Թուրքիայի պահանջը, առանց համագործակցության Ամերիկայի հետ Թուրքիային շատ դժվար կլինի այս իրավիճակում։ Եվ քաղաքական ասպեկտը, որը ավելի կարևոր է հիմա Թուրքիայի համար, թուրքական քաղաքականությունը անընդունելի է Ամերիկայի համար։ Նրա համար, երբ Ամերիկան խոսում է Թուրքիայի միջամտության վերաբերյալ հայկական եւ ուկրաինական հարցերի մեջ, նկատում է մի քանի կարևոր գործոններ։ Առաջինը Ադրբեջանին բերել դեպի խաղաղություն։ Դա է Թուրքիայի ներդրումը, որ կարա լինի։ Մենք պիտի հաշվի առնենք Թուրքիայի ազդեցությունը։ Ամերիկան Ադրբեջանն չի ուզում կորցնի, որ լիովին անցնի Ռուսաստանի տակ։ Մենք պիտի հասկանանք, որ Իրանի հարցը անված չի օրակարգից եւ այլ պատերազմը Իրանի դեմ կարող է սկսվի ամեն մի ժամ, ամեն մի օր։ Դա պիտի հաշվի առնենք։ Իսկ այդ վիճակում, եթե պատերազմը սկսվի, բոլոր այն հարցերը Ամերիկայի համար պիտի որոշված լինեն եւ խնդիրներ չլինեն։ Դրա համար մենք պիտի հասկանանք, որ Ադրբեջանի տարածքն էլ կօգտագործվի, եթե այդ պատերազմը սկսվի։ Ինչ չի ուզում Ռուսաստան։ Նույն ժամանակ, ինչի Ադրբեջանը չի կնքում այդ պայմանագիրը։ Ռուսաստանի ազդեցությունը գերակշիռ դեր է կատարում այս հարցում։ Եվ Ռուսաստանը մեծ ճնշում է գործադրում Ադրբեջանի վրա։ Մենք կարանք ասենք, որ այդ ճնշումը գործադրում է եւ Ամերիկան, եւ հատուկ ներկայացուցիչի այցը Ամերիկայի Բաքու կապված էր դրա հետ։ Թուրքիային դնում են պայմաններ, ոնց Էրդողանի Թուրքիան
պիտի վարվի տարածաշրջանում որպես ռեգիոնալ ուժ, որ Էրդոգանի իշխանությունը մնա կայուն։ Եթե Էրդոգանը այդ ուղերձները չի լսի, նորից շարունակի իր քաղաքականությունը, երևի պիտի նախատեսենք, որ ավելի սրվելու է ներքին վիճակը Թուրքիայում։ Թուրքիայում ներսում բազմաթիվ խնդիրներ կան։ Հասարակության մեջ բազմաթիվ խնդիրներ կան։ Եվ մենք տենում ենք, որ վիճակը այդքան բարդ է, որ Էրդոգանը օգտագործում է տերորիստ կամավորներին Սիրիայից եւ Իրաքից, որոնք ազգությամբ թուրք չեն, բայց պատկանում են Կենտրոնական Ասիայի, Արևմտյան Չինաստանի ժողովուրդներին, որոնք հիմա կատարում են եւ կատարել են ալավիտների կոտորածը եւ շատ քրիստոնյաներներ են զոհվել Սիրիայում։ Դա է իրավիճակը։ Պարոն Ավագյան, փորձենք մի քիչ ավելի դետալիզացված, ռուս-ամերիկյան պայմանավորվածություններ թվում էր, թե սահմանափակ ծավալով կայացվեցին Ռիադում եւ դրան ուկրաինական կողմն էլ հավանություն տվեց, սակայն ժամեր անց Ռուսաստանը ռմբակոծեց Կրիվոյ Ռոգը եւ մարդիկ զոհվեցին, երեխաներ զոհվեցին, տուժեցին, այսինքն մենք տեսնում ենք, որ Ռուսաստանն ուղղակի այս առիթը օգտագործում է ժամավաճառության համար, չգիտեմ, ժամանակ, քաղաքական դիրքեր շահելու հետ կապված եւ փորձենք հասկանալ Թուրքիան լավ ինչ դերակատարում պետք է կատարեր, որ չի կատարում մինչեւ հիմա ու Միացյալ Նահանգները ինչպես են պատկերացնում Թուրքիայի հավելյալ ջանքերը այս ամենում։ Նախ ձեր գնահատականը այդ պայմանավորվածությունների եւ երկրորդն էլ այդ թուրքական մասը համեցեք։ Ասեմ հետեւյալը։ Ամերիկայում այն շրջանակներում, որոնք ներգրաված են բանակցությունների մեջ, ոչ մի կասկած չկա, որ ժամանակավոր խաղաղության պայմանագիրը կաշխատի։ Դա իրանց կարծիքը, իրանք ունեն գործոններ, որոնք հələ եւ գործիքներ չեն օգտագործել Ռուսաստանի դեմ, իսկ ինչ օգտագործում են, չի լուսաբանվում մաս մեդիաների մեջ, բայց շատ վաղ այդպիսի գործիքները չեն օգտագործվում, բայց բանակցությունների ժամանակ ես չէի ուզում օգտագործեի սպառնալիքի խոսքը, բայց ասվում է, որ կարան օգտագործեն, զգուշացումներ են արվում։ Ինչ որ վերաբերում է Թուրքիային, Թուրքիան լավ արդեն ցույց է տվել, որ որոշ հարցերում հետևում է ամերիկական ոչ թե խնդրանքներին, այլ ուղղություններին, որոնք դրված են Թուրքիայի դեմ։ Եթե դուք նկատել եք, Մոլդովայում ձերբակալվել է թուրքական ավտոնոմիայի ղեկավարը Գագաուզիայի, որը լիովին գործում էր ոնց որ թուրքական քաղաքական գործիչ եւ Ռուսաստանի քաղաքական գործիչ։ Պուտինի հետ էր հանդիպում եւ այլն։ Այո։ Առանց Թուրքիայի համաձայնությամբ այդ քայլը չէր կարող արվել։ Բայց մենք տենում ենք, որ Թուրքիան լռություն է պահում եւ ոչ մի ձև չի օգնում Ռուսաստանին։ Հաշվի առնելով Գագաուզիայի Բաշկանի այդ ձևա կոչվում, գլխավոր անձ տենց է տարգմանում, հեկավարության ձերբակալում։ Մենք կարանք եզրակացություն անենք, շատ կարևոր, որ Թուրքիան լսել է, ինչ որ թուրքերին ասել են ամերիկացիները։ Երբ ասում են, որ Թուրքիան պիտի միջամտի, նկատի ունեն ամերիկացիները եւ ոչ օֆիցիալ կոմունիկացիաների ժամանակ են ասում, որ Թուրքիան հեռանա Ռուսաստանից, դա միայն շանսը եւ լինի Ամերիկայի հետ։
որպես ՆԱՏՕ-ի անդամ եւ Ամերիկայի դաշնակից։ Դա է Թուրքիայի կողմից օգնությունը, որ կարող լինի։ Դա է ան երաշխիքները, որ Թուրքիան կարա գոյատևի հիմիկվա իրավիճակ։ Ինչ որ վերաբերում է Ռուսաստանի քայլերի։ Մենք պիտի գիտակցենք եւ ռուսները անընդհատ հայտարարում են դա, որ Ռուսաստանը չի ուզում կայնացնի այդ պատերազմը։ Ռուսաստանին պետք է ամբողջ Ուկրաինան։ Եվ հիմա հարցը հաշվի առնելով, որ Ուկրաինան համաձայնվել է բոլոր Ամերիկայի նախագծերի հետ, ըստ խաղաղության վերաբերյալ, հիմա այդ գնդակը գտնվում է Ռուսաստանի դաշտում։ Եվ արդեն Դոնալդ Թրամփը, որը խոսք է տվել, որ դա շուտ կկայնի այդ պատերազմը, արդեն ստիպված կլինի օգտագործել այն միջոցները, որոնց, ասենք, ինքը չէր ուզենա օգտագործել Ռուսաստանի դեմ։ Եվ ես չեմ խոսում ինչ-որ զինվորական միջոցների մասին, հիմնականը մենք խոսում ենք շատ ուժեղ տնտեսական զենքերի մասին։ Ու Ամերիկան ունի այդ զենքերը, եւ Ամերիկան կարա օգտագործելով այդ զենքերը Ռուսաստանին ստիպի հաստատել խաղաղություն։ Մենք պիտի հաշվի առնենք, ինչի Ռուսաստանը պատրաստ չի կայացնել պատերազմը։ Առաջինը ռուսական տնտեսությունը արդեն աշխատում է զինվորական տնտեսության շրջանակներում։ Եվ պետպատվերները եւ բյուջեն արդեն իրանք պատերազմը կայացնելու դեպքում մեծ խնդիրներ կունենա եւ նվազում կլինի բոլոր չափանիշների։ Դա մեծ խնդիր է Ռուսաստանի համար։ Ռուսաստանը պիտի իր բանակը չբերելով Ռուսաստան միտե ուղարկի պատերազմից հետո։ Դրա համար եթե բերի Ռուսաստան հեղափոխության վտանգը շատ մեծ է կամ քաոսի Ռուսաստանում եւ իրանք քաոսի իրանք են դիտակցում այդ ամեն ինչը։ Մենք պիտի հասկանանք Ռուսաստանում ես ասեմ դա ոնց է արվում։ Ռուսաստանում բազմաթիվ ազգեր են ապրում։ Այո։ Կան համարյա զուլված ազգեր, ասիմիլյացիա են տերված, կամ չէ, կամ մուսուլման, կամ ոչ քրիստոնյա։ Մենք պիտի հասկանանք, որ մի դեպք, մի թալանում, մի սպանություն, ճակերտների մեջ հերոսների կողմից, որոնք գան այդ պատերազմից հետ Ռուսաստան, ինչ որ արվելու է, ինչ որ պրոկրամասության քաղաքացիների դեմ կարա բերի հսկա բախումների, որը Ռուսաստանը արդեն չի կարա կայացնի։ Դրա համար դա ցանցային էֆեկտ կսկսվի եւ Ռուսաստանում հասկանում են կա փորձ, երբ մեծ ռուսական բանակը չվերջացնելով պատերազմը վերադառնում էր հետ միշտ սկսվում էին կամ նաև հաղթանակով սկսվում էին մեծ խնդիրներ եւ կամ հեղափոխության հետ կապված կամ ընդհանուր քաղաքականության հետ կապված։ Նույնը Բերիայի ձերբակալումը, Խրուշչևի հայտնումը, դա էլի այն փոփոխություններ եւ առանց այդ փոփոխությամբ ավելի մեծ խնդիրներ կսպասեին այն վաղտվա սովետական միությանը, օրինակի համար։ Եվ միշտ է ձև եղել։ Դա մեծ խնդիր է։ Ամեն մենք պիտի հասկանանք, որ Ռուսաստանը իր նպատակներին չի հասել։ Դեմոգրաֆիկ իրավիճակը եւ տնտեսական ահավոր է Ռուսաստանում։ Շատ վատ է։ Տնտեսությունը վերականգնել խաղաղ պայմաններում անհնարին է։ Ռուսաստանը կընկնի ինչ-որ մեծ ազդեցության եւ կախման տակ։ Իսկ դեմոգրաֆիկ իրավիճակը կարելի է մի որոշ ժամանակով լավացնել մենակ գրավելով Ուկրաինան, ոչնչացնելով վերջնականապես Բելարուսիայի պետականությունը եւ նաեւ գրավելով Մոլդովան։ Միայն այս 3 հանրապետությունում կային այն ռեսուրսները, նաեւ ասեմ եւ Վրաստանում եւ Հայաստանում, քրիստոնյա եվրոպացի ազգերի, որոնք կլավացնեն
այն ծանր իրավիճակը դեմոգրաֆիկ, որը հիմա Ռուսաստանը հայտնվել է։ Մենք պիտի հասկանանք, որ Ռուսաստանը կորցրել է 1 միլիոն տղամարդ։ Այո։ Դա հսկա թիվ է Ռուսաստանի համար, 1 միլիոն։ Բայց մենք պիտի բազմապատկենք այդ թիվը 3 անգամ եւ հասկանանք ինչքան հաշվանդամ կա եւ ծանր վիրավորված։ Այո։ Եվ հիվանդ հոգեկան պատերազմից հետո։ Եթե ամենապրիմիտիվ հաշվարկներ մենք կատարենք, դա դժվար չի, ասենք, եւ հաշվենք դա ինչ տոկոս է կազմում Ռուսաստանի ամբողջ տղամարդկանց բնակչությունից, դա մոտավորապես 6-7% է ամբողջ բնակչությունից։ Դա կատաստրոֆիկ իրավիճակ է Ռուսաստանի համար։ Դրա համար շատ մեծ տոկոս է։ Ամերիկան ձեզ օրինակ բերեմ, որը 10 անգամ քիչ էր մասնակցել վիետնամական պատերազմի մեջ, չկարողացավ լուծի այդ հարցը օգտագործելով ամենաարդար միջոցները։ Իսկ Ռուսաստանը աշխատանքային տեղեր չունի այդ տղամարդկանց համար, որոնք հետ են գալու։ Ուրեմն ինչ իրանք անելու ենք, մենք հասկանում ենք ինչին դա կբերել, ոնց որ միշտ։ Ուտելու փող չեն ունելու, խմելու փող չեն ունենալու, ու կսկսեն թալնել եւ ոչնչացնել պետականության հիմքերը։ Եվ Պուտինը հասկանալով դա, որ իր իշխանությունն է կապված պատերազմը շարունակելու, չի ուզում այդ քայլին գնա։ Իսկ Ամերիկան անցկացնում է օպերացիան ստիպելու Պուտինին կայացնել այդ պատերազմը եւ նույն ժամանակ հերացնել Ռուսաստանը Չինաստանից։ Դա է իրավիճակը, որ մենք հիմա նկատում ենք։ Պարոն Ավագյան, որոշակի մտավախություն կա, որ Միացյալ Նահանգները երբ վերադարձան այն քաղաքական գծին, որ ռուսների հետ նստում են մեկ սեղանի շուրջ, ինչը, ասենք, Ուկրաինայի դեմ հարձակումից հետո ըստ էության տեղի չէր ունենում, կարող է ռուսների մոտ մի այսպես մտայնություն կամ իլյուզիա ստեղծել, որ ահա իրանք դրանով իսկ Միացյալ Նահանգներից ստացել են ձեռքերի ազատություն եւ կարող են եւս մեկ փորձ կատարել վերադարձնելու հետխորհրդային տարածքը, հա, որտեղ նրանք ուղղակի բարոյաքաղաքական ֆիասկո են ապրել իրենց այս կացնային քաղաքականությամբ։ Եվ դա կարող է վնասներ պատճառել։ Ինչ եք կարծում, որքանով են իրատեսական այդպիսի մտավախությունները, մանավանդ, որ դրանք ուժգնանում են այն ֆոնին, որ գոնե Հայաստանի պարագայում ակնհայտ է, որ Ռուսաստանն ուժեղացրել է իր հիբրիդային հարձակումները Հայաստանի դեմ, ընդ որում դա անելով կամ անմիջականորեն, կամ Ադրբեջանի միջոցով։ Ձեր կարծիքը, ձեր գնահատականը, համեցեք։ Ուզում եմ հետևյալը ասեմ, Ռուսաստանը ես 2 տարի առաջ եւ ավելի շուտ պատմում էի իմ YouTube-յան ալիքում, իմ հասազրույցների ժամանակ, ելույթների ժամանակ, որ Ռուսաստանը ունի մշակված նախագծեր, որոնք վերաբերվում են Վրաստանի եւ Հայաստանի, ինչ որ վերաբերում է զինվորական օկուպացիայի։ Այդ նախագծերը կան եւ գեներալական շտաբը ունի այդպիսի նախագծերը։ Հարցը դրանում է թույլ կտան Ռուսաստանին իրականացնել, թե չէ։ Ամերիկան խիստ դեմ է։ Եվ զինվորական վարժությունները, երբ մեծ քանակությամբ տեխնիկա մտնելու է Հայաստան, զինվորական, դա հենց այնպես չի արվում, այդ ուզում եմ ձեզ ասեմ, մնացածը դուք կհասկանաք դիտորդներ։ Դա մեծ հզոր քայլ է եւ դա վերաբերվում է Ռուսաստանին, այդ քայլը։ Նույն ժամանակ թուրքերին բացատրել են, որ անընդունելի է ռուսների ներխուժումը
Հարավային Կովկաս։ Ավելին կամ իրանք հիմա ունեն։ Եվ ինչ որ վերաբերվում է Թուրքիայի մասնակցությունը, դա վերաբերվում է այդ հենց Թուրքիային նախազգուշացման, որ Թուրքիան ոչ մի դեպքում չնպաստի Ռուսաստանի ուժեղացմանը տարածաշրջանում։ Իսկ եթե կնպաստի, մենք կտենանք, որ ավելի է սրվելու Թուրքիայի իրավիճակը եւ վատանալու է։ Թուրքերը լավ հասկանում են դա։ Չի թողել Ռուսաստանը այդպիսի նախագծերը։ Մենք ուղղակի պիտի հասկանանք, որ Ռուսաստանը մաքսիմալ ուժ է օգտագործում Ուկրաինայի դեմ հիմա։ Եվ եթե ավելին կարար աներ, ցամաքային կռիվների մասին է խոսքը, կիրականացներ, չի ստացվում իրանց մոտ։ Ավելին ասեմ, նաև Ուկրաինան, որ մնար, բայց չի մնում առանց Ամերիկայի օգնությամբ, մենակ եվրոպական օգնությամբ, Ռուսաստանը չի կարա գրավի ոչ մի հիմնական մեծ քաղաք, ոչ Դնեպրոպետրովսկը, ոչ Խարկովը, ոչ Կիևը, եթե կկարանար կգրավեր վաղուց։ Ռուսական բանակը անպարտելի բանակ չի։ Ինչ որ վերաբերվում է Վրաստանին, բավականին ծանր է իրավիճակը Վրաստանում։ Ոչ մի մարտունակ մեծ քանակությամբ ուժեր չունի Վրաստանը, որ պաշտպանի իր տարածքը, ավելի է վատացել վիճակը, եթե համեմատենք Միխայիլ Սաակաշվիլու 2008 թվականի պատերազմը։ Բանակը ավելի թույլ է հիմա կամ այն վաղտ։ Շատ լուրջ է իրավիճակը։ Ինձ թվում է շատ բարդ կլինի Վրաստանին ինչ որ լուրջ դիմադրություն ցույց տա։ Ինչ որ Հայաստանի պարագայում ամեն ինչ կախված է ներքին կայունությունից։ Ռուսաստանը չունի ընդհանուր սահման Հայաստանի հետ։ Հաշվի առնելով, որ արգել կա Թուրքիայի նկատմամբ եւ Ադրբեջանի նկատմամբ Ամերիկայի կողմից ներխուժել Հայաստանի տարածք, եթե մենք պատկերացնենք, որ Ռուսաստանը մտավ Վրաստան եւ կփորձի գրավել Հայաստանը, Ռուսաստանը ի վիճակի չի կուտակել այդպիսի բանակ հենց այդ ուղղությամբ, որը հնարավոր է լինի Հայաստանը գրավելը, եթե Հայաստանը դիմադրի։ Դա շատ պարզ է եւ զինվորական փորձագետները դրա մասին են ասում, եթե Հայաստանը դիմադրի, ասենք, եթե գա այն պահը։ Բայց եթե դիմադրի, եթե Հայաստանը չդիմադրի, առանց բանակ էլ կարելի է գրավել, դա հասկանալի։ Դա քննարկել չի։ Այո։ Պարոն Ավագյան, եւ մի հարց էլ էլի հենց ի շարունակություն նախորդի այդ ժամանակ իհարկե որքան էլ ամերիկացիները Թրամփը, չգիտեմ, Վոլցը, Ռուբիոն խոսեն ռուսների հետ, միևնույնն է Կրեմլի տիրակալների եւ նրանց այդ ներկայացուցիչների գլխի պարունակությունը չի փոխվում եւ նրանց աշխարհընկալումը չի փոխվում, փիլիսոփայությունը չի փոխվում եւ նրանք պատկերացնում են Ռուսաստանը կամ կայսրություն իր ողջ նախկին խորհրդային տարածքով կամ պերմանենտ պատերազմ։ Ինչ եք կարծում, չկա արդյոք այդ տպավորությունը, որ պատերազմը եթե ռուսները պատերազմը դադարեցնեն, միանգամից մի քանի խնդիրներ ստանալով ներսում լրջագույն խնդրի առաջ կկանգնեն եւ ոնց որ թե Պուտինը նման է մի հեծանվորդի, որ եթե այդ պեդալները դադարեցնի պատտել, նա ուղղակի վայր կընկնի։ Եվ ըստ էության սա հեռանկարային բան չէ, եւ նույնը Ռուսաստանի մոտեցումը մեր տարածաշրջանում ցանկացած փորձ կամ փորձ չէ, հնարավորություն Հայաստան-Ադրբեջան վերջնական խաղաղություն հաստատել, դա նշանակում է 5 րոպեից հետո ռուսական ներկայության ավարտը մեր տարածաշրջանում, ընդ որում անշրջելի։ Դրա համար ռուսները ամեն ինչ կանեն, որ այստեղ դա թույլ չտան։
Եվ այս ամենը ընդհանուր համատեքստ ասում չի ձևավորում, ինչ եք կարծում։ Համամիտ եմ ձեր հետ, դա է իրավիճակը։ Ձեզ ասեմ, 2 օր առաջ խոսակցություններ եմ ես ունեցել զինվորական գործիչների հետ, էքսպերտների հետ, եվրոպական եւ ամերիկական, խորհրդակցել ենք իրավիճակի մասին, Ռուսաստանի կայունությունը տնտեսական տեսակետից եւ ոչ ոք իր գնահատական մեջ չի տվել ավելի կան 1.5-2 տարի ժամանակ, որ Ռուսաստանը կարա ի վիճակի լինի այդպիսի պատերազմները տանելու։ Դրանից հետո ամեն ինչ շատ վատ է լինելու Ռուսաստանում։ Յուրաքանչյուր տարբերակում, յուրաքանչյուր վիճակը տնտեսական ահավոր է Ռուսաստանում, շատ վատ է եւ վատանում է։ Նկատում եք, որ նավթը ինչքան է իջնում գինը հիմա։ Դա Ամերիկայի քաղաքականությունն է։ Իսկ նավթի գինը կապված է Ռուսաստանի հնարավորության հետ ֆինանսավորել պատերազմները։ Ուղղակիորեն։ Դա էլի հարվածն է Ամերիկայի։ Ամերիկան Տրամպի ադմինիստրացիան շատ հզոր հարվածներ է հասնում։ Պիտի հասկանանք։ Բայց անում է դա այդպես, որ ոչ ոք չի կարա Ամերիկայի անունը տա։ Նույն Սաուդյան Արաբիան համաձայնվել է բոլոր Ամերիկայի նախագծերի հետ եւ մասնակցում է այդ նավթի գների իջացման մեջ։ Դա է իրավիճակը։ Դրա համար ոչ մի լավ բան Ռուսաստանը չի սպասում։ Ուղղակի մի քանի վատ նախագիծ կա, մի 5-6, նաեւ 7 տարբերակներ կան Ռուսաստանի համար։ Բայց լավը չկա, գոյություն չունի։ Ու մենք պիտի հասկանանք, որ պերմանենտ պատերազմը Ռուսաստանի համար միակ պրկությունը, որը ոչ թե պրկում է ռուսական կայսրությունը, այ երկարացնում է ռուսական կայսրության երկարաձգում է։ Դե օրինակ ձեզ բերեմ։ Ռուսաստանը շատ մեծ խնդիրներ ունի, հսկա խնդիրներ ունի։ Ես կարամ ձեզ բերեմ գեոպոլիտիկ օրինակ։ Մենք գիտենք, որ Ռուսաստանը հիմքեր լուրջ տեղադրված է եւ զորքերով եւ պատերազմական տեսակետից նշանակություն ունի օրինակ Աբխազիայում, չէ՞։ Այ պատկերացրեք, որ Ամերիկան Հայաստանին ֆինանսներ տա եւ Աբխազիայի հայերին տեղափոխեին Հայաստան։ Դու գիտեք ինչ կկատարվեր Աբխազիայում, միանգամից կփլվեր։ Այդ տենց ասած պետությունը օրինակ եմ բերում։ Ու եկան շատ սեղանի վրա այդպիսի նախագծեր կան, բայց իրականացումը իրանց կապված է կամքի հետ եւ ֆինանսների հետ։ Եվ ասենք արժե դա անել, թե չարժե դա անել։ Նույնը Հյուսիսային Կովկասը։ Մենք պիտի հասկանանք, որ կանակը այն մարդկանց, երիտասարդ մարդկանց, որոնք գործազուրկ են, գործ չունեն ընդհանրապես եւ ուրեմն ապրելու հնարավորություն նորմալ չունեն, ապրում են իրանց ծնողների կամ բարեկամների շնորհիվ, Հյուսիսային Կովկասում ավելի կան, ես նկատի ունեմ բնիկ ժողովուրդները, ավելի կան 1 միլիոն է։ Դուք պատկերացնում եք, եթե այդ 1 միլիոնը զենքեր կվերցներ իրանց ձեռքը, կարա Ռուսաստանը կանխի այդ իրավիճակը, եթե նույն զարգացումները միանգամից կսկսվեն Տատարստանում եւ Բաշկորտստանում, որտեղ նույն 1 միլիոն մուսուլման տղամարդ կա։ Թուրքախոս։ Չի կարա։ Դրա համար հենց այդ մարդկանցից է կազմվում ռուսական բանակը, բանակներ է քանդվելու։ Հսկա խնդիրներ կան, նաեւ այդ ռուսական աշխարհի դրոշը, որ ռուսները բարձրացրին, իրանք ոնց որ այդ դրոշը բարձրացին ոչ թե մենակ Ռուսաստանից դուրս գրավելու տարածքներ, այլ ներսում մեծ խնդիրներ առաջացնելու բնիկ ժողովուրդների հետ, որոնք ռուս չեն եւ չեն հասկանում այդ ռուսական աշխարհը ինչի պիտի կառուցեն եւ ում համար։ Դա է իրավիճակը։ Շնորհակալ եմ, պարոն Ավագյան, ձեր չափազանց կարևոր այս դիտարկումները եւ եզրակացությունները մեր
հեռուստադիտողին ներկայացնելու համար։ Իդեպ ասեմ, որ պարոն Ավագյանը ոչ միայն մեր հաղորդումներին է հյուր գալիս, այլև իր YouTube-յան ալիքն ունի եւ բավականին հետաքրքիր թեմաներ է լուսաբանում այնտեղ Տիգրան Ավագյան live։ Մենք եւս հետևում ենք պարոն Ավագյանի գործունեությանը։ Շնորհակալ եմ պարոն Ավագյան ձեր ժամանակից մեր եթերին հատկացնելու համար։ Բարին ընդ ձեզ։ Շնորհակալ եմ ձեզ եւ Հայաստանին ես մաղթում եմ կայունություն եւ միասնություն։ Հայաստանը այդպիսի վիճակում է գտնվում, որ միասնությունը շատ կարեւոր է։ Իհարկե։ Այս վիճակում ամեն մի հայ է մտածի Հայաստանի համար։ Շնորհակալ եմ։ Մենք լսեցինք մեր գործընկերոջը, միջազգային անվտանգության հարցերով փորձագետ, քաղաքագիտության դոկտոր, Ուկրաինայի ներքին գործերի նախարարի տեղակալ 2014-16 թվականներին Տիգրան Ավագյանին իր դիտարկումները կապված Թուրքիայի արտգործնախարարի Միացյալ Նահանգներ կատարած այցի, ինչպես նաև Ուկրաինայի եւ Հարավային Կովկասի շուրջ վերջին իրադարձությունների հետ։ Այսօր թերևս այսքանը հարգարժան տիկնոջ եւ պարոնայք, կհանդիպենք վաղը, խաղաղություն եւ բարին ընդ ձեզ։